Գեդեոն Հայրապետի Միքայելյան, Սովետական միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ, հնագետ, ազգագրագետ Գեդեոն Հայրապետի Միքայելյանի կյանքն ու գործունեությունը հայրենիքին, հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու փայլուն օրինակ է։ Գեդեոն Միքայելյանը հին Բայազետից 1830 թվականին գաղթած բադեենց տոհմից էր, որոնք իրենց փրկությունը գտան Գեղարքունյաց գավառում։ Բադեն տոհմի նահապետը, ռուսական բանակի Հյուզբաշի հարյուրապետ է եղել և գաղթի ժամանակ իր զինված ջոկատով ապահովել է գաղթողների անվտանգությունը։ Նոր Բայազետում որպես ապրելու անհրաժեշտություն Բադեն հիմնեց առաջին աղբյուրը, որը ժողովուրդը անվանեց Բադեի աղբյուր։ Աղբյուրը այսօր էլ կա և չի կորցրել խորհուրդը որպես տոհմական սրբություն։ Սակայն Բադեի տոհմը սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն աղբյուր հուշարձանի պատմությամբ, այլ իր քաջարի զավակներով, որոնց մեջ առանձնանում է Գեդեոն Միքայելյանը։ Մարդ, ով իր ամբողջ կյանքը ապրեց հերոսի նման, խիզախեց թե պատերազմում և թե խաղաղության մեջ, իր մեծ ներդրումը ունենալով հայ պատմագրության, հնագիտության և ազգագրության բնագավառում։ Ես ծնվել եմ 1907 թվականին Նոր Բայազետում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Մեր տանը հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, շատ քաղցած ու կիսաքաղց օրեր եմ ապրել։ Շուտ եմ զրկվել հորիցս ու մեծ եղբորիցս, որով ավելի ծանրացավ մեր խեղճ վիճակը, իսկ ես սովորել էի ուզում։ Գրում է Գեդեոն Միքայելյանը։ Գեդեոն Միքայելյանը ընտանիքի 10-րդ զավակն էր։ 9 տարեկան հասակում նա իրականացնում է գյուղատնտեսական վարձու աշխատանքներ։ Սովորում է կոշկակարի մոտ, պահակություն է անում։ Վաղ հասակում կորցնելով հորը, նրա մանկության ամենամեծ ուրախությունը իր մայրն էր, որի բարությունը, խորհուրդները օգնում էին նրան հոգեպես նորից զինվելու։ Հայրենի քաղաքում իր հարազատների հետ մտերմիկ զրույցների ժամանակ նա ասում էր. «Իմ նշանաբանն էր ընդամենը 2 բառ, կամքի ուժ, որը գրել էի հոգուս վրա»։ Մայրական օրհնանքն ու աղոթքը օգնում էին նրան պատերազմի դաժան ճանապարհներին։ Մայրը նրա համար հայրենիք էր, հավերժ ու համատարած բարություն։ Գարեգին Նժդեհն ասել է. «Մայրերին ճանաչում են իրենց ծնած զավակներով»։ Գեդեոն Միքայելյանը իր մոր և իր ժողովրդի արժանի զավակն էր։ Նրանով հպարտանում էր իր հայրենի քաղաքը, Նոր Բայազետը։ 1920 թվականին Գեդեոն Միքայելյանը ընդունվում է դպրոց, իսկ 1924-ին ընդունվում է Երևանի Միասնիկյանի անվան ռազմական դպրոց։ Ավարտելուց հետո նշանակվում է դասակի հրամանատար։ Երբ սկսվում է հայրենական մեծ պատերազմը, Գեդեոն Միքայելյանը նշանակվում է Հանրապետության կործանիչ գումարտակների շտաբի պետ։ Ապա մեկնում գործող բանակ, մասնակցում Բելոռուսիայի համար մղված մարտերի։ 1942 թվականին գործողվում է Ֆրունզեի անվան ակադեմիայում սովորելու, որն ավարտելուց հետո 43 թվականին նորից մեկնում է գործող բանակ, ստանալով փոխգնդապետի կոչում։ Գեդեոն Միքայելյանը Դնեպրի հերոսներից է։ Մարտական առաջադրանք ստանալով, շրջափակումից դուրս գալով, նա ձկնորսական նավակներով մեկ գիշերվա ընթացքում իր գունդը փոխադրում է գետի աջ ափը։ Ետ մղելով թշնամու կատաղի հակագրոհները, ընդարձակում է ձեռք բերված պլացդարմը, ապահովելով սովետական զորքերի առաջխաղացումը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը բարձր գնահատելով փոխգնդապետ Գեդեոն Միքայելյանի արիությունն ու խիզախությունը 1943 թվականի հոկտեմբերի 28-ի հրամանագրով նրան շնորհում է Սովետական միության հերոսի կոչում։ Հայրենիքը բարձր է գնահատել Գեդեոն Հայրապետի Միքայելյանի անցած ուղին։ Նա պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով, մարտական կարմիր դրոշի, հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։ Պատերազմի հաղթական ավարտից հետո Գեդեոն Միքայելյանն ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական քաղաքական կյանքին։ Աշխատում է Երևանի պետական համալսարանում որպես ամբիոնի վարիչ։ 1947-ից 51 թվականներին Գեդեոն Միքայելյանը ՀԽՍՀ Գերագույն սովետի 22-րդ գումարման դեպուտատ էր և Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ։ Ունենալով պատմաբանի մասնագիտություն, Գեդեոն Միքայելյանը 1959 թվականից մինչև իր կյանքի վերջը աշխատում էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում,
զբաղվում էր Հայաստանի տարածքում գտնվող կիկլոպյան ամրոցների չափագրությամբ ու հետազոտությամբ։ Նա ուսումնասիրել է 250 կիկլոպյան ամրոց, որոնք Հայաստանի տարածքում կառուցվել են մեր թվարկությունից առաջ 3-2 հազարամյակներում։ Մեր հանրապետության տարբեր վայրերում իր կազմակերպած բազմաթիվ գիտարշավների ժամանակ նա պատմական նյութեր է հավաքել հնագույն ժամանակաշրջանի կյանքի, կենցաղի, ամրոցաշինության, արվեստի մասին, ցույց է տվել, որ նախքան ուրարտացիները հայկական լեռնաշխարհում բնակված ցեղերն ապրել են հովիտներում, սակայն իրենց պաշտպանական ամրությունները կառուցել են բարձունքների վրա, գետերի ակունքների մոտ։ 1968 թվականին լույս է տեսել նրա Սևանի կիկլոպյան ամրոցներ աշխատությունը։ Գեդեոն Միքայելյանի գրչին են պատկանում նաև բազմաթիվ հնագիտական եւ ռազմահայրենասիրական հոդվածներ։ Հնագետը 20-ական թվականներից զբաղվել է նաև բանահավաքչական աշխատանքով։ Նրա հավաքած նյութերն ամփոփված են Հայ ազգագրություն եւ բանահյուսություն ժողովածուի 11-րդ հատորում 1980 թվականին։ Ժողովածուում ներկայացված է Նոր Բայազետի սովորույթները, ժողովրդական բանահյուսությունը, զրույցներ, հեքիաթներ, երգեր, առած եւ ասացվածք։ Մեծ գիտնականի կյանքում ամենամեծ նվաճումը ընտանիքն էր, 4 զավակներով։ Կինը Ռոզան ուսուցչուհի էր, ամուսիններն ունեցել են 3 դուստր եւ 1 տղա։ Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները գիրքը հեղինակը նվիրել է վաղամեռիկ աղջկա Մարոյի հիշատակին։ Բետան ուսուցչուհի է, Երևանի տարբեր դպրոցներում դասավանդել է ռուսաց լեզու, ունի 2 որդի։ Որդին Ռոբերտը մասնագիտությամբ երկրաբան էր։ Դուստրը Մարգարիտան նկարչուհի է։ Ապրելով եւ աշխատելով Երևանում Գեդեոն Միքայելյանը երբեք չի կտրվել իր արմատներից։ Նրա հայրական օջախում մայիսինը դարձել էր տարվա ամենակարևոր տոներից մեկը, եւ նա միշտ այդ տոնը նշել է հայրենի Գավառ քաղաքում, եղբոր Եփրեմ Միքայելյանի օջախում, որտեղ իրենց հերոս պապիկին անհամբեր սպասում էին եղբոր զավակները եւ թոռները։ Գեդեոն Միքայելյանը կյանքից հեռացավ 1985 թվականին, սակայն մեծ գիտնականը միայն ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նա գիտեր դարերի լեզուն, ուստի եւ կապրի դարերի մեջ, որպես թարգման մեր հնագույն ազգային ոգու, ուժի եւ կամքի։ Նրա անունն այսօր էլ հայրենի քաղաքում հնչում է հպարտությամբ, որպես քաջության, ազգային նվիրվածության խորհրդանիշ։ Գեդեոն Միքայելյանի անունով հայրենի Գավառ քաղաքում անվանակոչվել է փողոց։ Նրա մասին նյութեր եւ տեղեկություններ ցուցադրվում են Գավառի երկրագիտական թանգարանում։ Գավառի Սամվել Քոչարյանցի անվան պուրակում տեղադրված է հերոսի հուշատախտակը։